Կաթվածը սրտի խնդիր չի, այլ գլխուղեղի, որն առաջանում է գլխուղեղում զարկերակների կամ երակների խցանման կամ պատռվածքի պատճառով։ Ամբողջ աշխարհում է կաթվածի զարգացման վտանգն աճել եւ շատ դեպքերում չի հաջողվում կյանքեր փրկել։ Այստեղ րոպեներն ու անգամ վայրկյաններն են կարևոր։ Մարզերում այս հիվանդությունից մահացության ցուցանիշը նվազեցնելու ներուղված սուր իշեմիկ կաթվածի բուժման ծրագրի ներդրումը այստեղ։ Մենք ձեռք ենք բերել տարածաշրջանային կարևորություն եւ Հայաստանի հյուսիս-արևմուտքը ամբողջապես մենք սպասարկում ենք Շիրակի եւ Լոռվա մարզի մեր բնակիչներին։ Այս ծրագրում համատեղվել են երկու նորագույն բուժումների մեթոդները՝ թրոմբոլիտիկ թերապիան եւ վիրահատական բուժումը։ Անհետաձգելի բուժօգնության հասանելիությունը Շիրակի եւ Լոռու մարզերի շատ հիվանդների կյանքում ճակատագրական նշանակություն է ունեցել։ Ինսուլտ տարած հիվանդին րոպեների ընթացքում բժշկական կենտրոն հասցնելու արդյունքում ոչ միայն կյանքն են փրկել, նաեւ կանխել են հաշմանդամությունը։ Այս ծրագիրը կյանք փրկող ծրագիր է եւ շատ հիվանդներ ստանալով իրենց խիստ անհրաժեշտ բուժումը ժամանակին իրենց կյանքը փրկվում է։ Բայց այստեղ մենակ կյանքերի փրկության մասին չի խոսքը, այստեղ նաև շատ կարևոր է հաշմանդամությունից խուսափելու կամ ծանր հաշմանդամություն չունենալու խնդիրը, որը ոչ պակաս կարևոր է կարծում եմ, եւ կաթվածի բուժումը ժամանակին եւ ճիշտ տեղում թույլ է տալիս ոչ միայն կյանքեր փրկել, այլ նաև հաշմանդամությունը նվազեցնել անգամներ։ Բաժանմունքը ծանրաբեռնված է, աշխատում մոտ 20 հոսպիտալացված հիվանդ երկարատև բուժում է ստանում։ Այն թեև մեծ մասամբ համարվում է տարիքային հիվանդություն, բայց երիտասարդացման միտում կա։ Նախորդ տարի կաթվածով մոտ 500 հիվանդ է բուժում ստացել։ Այս տարվա առաջին եռամսյակի թվերը կանխատեսում են այն մասին, որ 2025-ի ավարտին նախորդ տարվա ցուցանիշի գերազանցում կունենան։ Այս տարվա առաջի 3 ամիսների դինամիկան էլ ցույց է տալիս, որ մենք այս տարի ամենաշատ թվով կաթվածներ ենք ունենալու։ Միջին թվեր ասեմ, որպեսզի պատկերացնեք, մոտավորապես մենք տարին բուժում ենք, անցյալ տարի օրինակ մոտավորապես բուժել ենք մոտ 500 կաթվածով հիվանդ։ Դա մեծ թիվ է, այս տարի բնականաբար ավելի մեծ կլինի թիվը, իմ կարծիքով մոտ 6-700 թվին կհասնենք, նույնիսկ կարող է ավելի լինել։ Հիվանդացության թվի աճով Հայաստանում անզիջելի է մնում նաև սուր ինֆարկտը, որը նույնպես հաշմանդամության եւ մահացության պատճառներից է։ Բժիշկները տարեկան աճը խիստ մտահոգիչ են համարում։ Վերջին 7-8 տարիների ընթացքում ես եթե վերցնեմ սկզբնական հատվածում, ես երբ սկսել եմ ստեղ աշխատանքը, մոտ 16 թվականին տարեկան, ասենք, եթե լինում էր 400 հիվանդ, 500 հիվանդ, այս տարիների ընթացքում արդեն ունենում ենք 1500 հիվանդ։ Այսինքն մոտ 3 անգամ սպասարկման հիվանդների շահ բուժառուների քանակը ավելացել է։ Վերջին մեկ ամսում անգիոգրաֆիկ բաժանմունքը սիրտանոթային խնդիրներով հիվանդների վիրահատական միջամտություններ չէր կատարում։ Պատճառը անգիոգրաֆիկ սարքի անսարքությունն է եղել։ Սարքի հետ կապված նախ ինքը ռենտգեն հատվածը ժամանակի ընթացքում սպառվում է, ասենց եթե ժողովրդական ավելի մատչելի բացատրենք, ժամանակի ընթացքում սպառվում է եւ կարիք ալնում փոխարինել նորով։ Բայց դրա հետ միաժամանակ նաև առիթը օգտագործեցինք, ծրագրային թարմացում նաև կատարվեց, ինչի արդյունքում արդեն կարողանում ենք ավելի լավ ծառայությունները մատուցել։ Մեկ ամսվա դադարի ընթացքում անհետաձգելի բուժօգնության կարիք ունեցող հիվանդներն ուղղորդվել են այլ բժշկական հաստատություններ, այսինքն Երևան։ Հիմա նորից բաժանմունքը վերսկսել է աշխատանքը։ Վիրահատության ցուցում ստացած եւ հերթագրված հիվանդներն արդեն ստանում են բուժօգնություն։ Մարինե Դերբինյան, Արտյոմ Խաչատրյան, Հորիզոն։